Քիմիա, օքսիդներ, ների բաղադրությունը, կիրառությունը, թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը օքսիդներ։ Օքսիդները կարող են առաջանալ և մետաղների և ոչ մետաղների թթվածնի հետ միացումից, օրինակ ածխածինը ցեն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ CO2, պղինձը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ կուպրումո։ Ների ստացումը և դրանց վիճակը։ Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային։ Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են։ Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ P2O5, հեղուկ H2O, գազային CO2։ Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։ Օքսիդները մեր շրջապատում, դրանց կիրառությունը։ Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր, H2O, ջրածնի օքսիդ, ածխաթթու գազ, CO2, ածխածնի օքսիդ, ավազ, սիլիցիում, O2, սիլիցիումի օքսիդ և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։ Շինարարության մեջ կիրառում են չհանգածքիրը, կալցիում O և ավազը, սիլիցիում O2, դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրություններում։ Խեցեգործության մեջ և մետաղական ալյումինի ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը, ալյումին 2 O3, իսկ երկաթի օքսիդից ֆերիում 2 O3-ից ստանում են երկաթ ֆերիում։ Նորագույն կապի միջոցներով կիրառվող մանրաթելերը պատրաստում են բարձր մաքրությամբ սիլիցիումի և ալյումինի օքսիդներից։ Հանքային ջրերի գազավորման և հուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը CO2-ը։ Կան նաև թունավոր օքսիդներ՝ ծծմբի օքսիդը, SO2, ազոտի օքսիդը, NO2, շմոլ գազը, CO, արսենի օքսիդը, մկնդեղը, արսեն 2 O3։ Շնորհակալություն դիտման և ընկերման համար։